Եվ քանի որ իմ գործընկերը մեծ չափաբաժին էներգիա ծախսեց հանգույցը, հա, դժվար հաղթահարելի Ռուբիկ կուբիկը անթերի հավաքելու համար, գործրեց էներգիա եւ էներգիան լրացնելու համար նրան պետք է սնվել եւ պետք է առողջ սնվել ամենակարևորը։ Իսկ դրա համար մենք ունենք հնարավորություն միշտ նրան տեսնելու մեր տաղավարում։ Գեղեցիկ ճկնաղ ու միշտ օգտակար ու առողջ բաղադրատոմս առաջարկող մեր Անուշը, բարի լույս Անուշ։ Բարի լույս, բարի լույս։ Օգնելու ես էներգիան վերականգնել, մենք ես շատ Բնականաբար, դժվար բան եմ արել, րոպեներ առաջ հավաքել եմ Ռուբիկ կուբիկ։ Շատ հետաքրքիր էր, ասեմ։ Շատ հետաքրքիր էր, ինձ թվում է նույնիսկ մտածեցի, որ յուրաքանչյուր մարդ գոնե շաբաթը 1-2 անգամ պետք է այդպես մարզվի, որ մի քիչ մատորիկան զարգացնի։ Այո, խոհանոցում էլ հետո կօգտագործենք, չէ՞։ Անպայման, միշտ բոլորին պետք է բոլոր մասնագիտությունների համար։ Դե ինչ, ասեմ, ինչ ենք մենք պատրաստում, որպեսզի էներգիան նորից վերականգնվի։ Մենք նախուտեստ ենք պատրաստում, որը հացի վրա կմատուցենք, մեզ անհրաժեշտ է բազիլիկ, պարմեզան պանիր ընդամենը եւ լոլիկի չիր։ Հրաշալի նախուտեստ է լինելու, ասեմ, շատ համեղ։ Նախ մենք թավան դնենք, թող տաքանա եւ հիմա հացը կդնենք, որպեսզի մի փոքր չորանա։ Սելի հեռուստադիտողներ, Անուշը մեզ ուղղում էր եւ ասում էր, որ պետք չի ասել կանաչ ռեհան, որովհետեւ իրականում բազիլիկ է այս կանաչու տեսակի անունը։ Հիմա կխնդրենք, որ եթերում եւս ասի ինչու է այդպես։ Որովհետև բազիլիկ է, բոլոր բազիլիկ է եւ վերջ։ Մենք ասում ենք կանաչ ռեհան, որպեսզի մարդիկ տարբերեն։ Հեշտացնենք։ Թե դա որն է, որովհետև բազիլիկ շատերը չեն հասկանում, թե դա որ կանաչին է, իհարկե հիմա արդեն մեծ մասը գիտի, բայց որպեսզի տարբերենք, ասում ենք կանաչ ռեհան, բայց իրականում այն կոչվում է բազիլիկ։ Այո, որովհետև կանաչ ռեհան այլ տեսք է։ Եվ բոլորովին տարբեր է, նման չէ ռեհանի։ Երևի թե ինչ-որ կառուցվածքային, հա, իր ձևով է Ձևով այո նման է, այո, ավելի հեշտացնելու համար ասում ենք։ Բայց ռեհանին մի հարցով նման են, ասում են, որ եթե պետք է օրինակ տաք ուտեստ պատրաստել բազիլիկով, ինչպես եւ ռեհանի դեպքում եթե չորացրած չէ, պետք չէ հենց սկզբից դնել կանաչին եփվող կաթսայի մեջ կամ տաքացված թավայի մեջ, որովհետև համը կորցնում է եւ միանգամից թուլանում է, ճիշտ է։ Եվ անգամ դառնահամ է։ Եվ դառնահամ է առաջանում, այո։ Այնպես որ վերջում պետք է ավելացնել անջատելուց 1 րոպե առաջ։ Ես ասեմ, որ հիմնականում թարմ եմ օգտագործել, նույնիսկ այդպես եփված տարբերակով չեմ օգտագործել։ Եվ իհարկե պեստոներում եւ հարում ես, միասեռ զանգված է դառնում։ Խառնվում է սխտորի եւ մնացյալ ամերի հետ այլ բան է ստացվում։ Հիմա ձիթապտղի յուղ ենք ավելացնում ափսեի մեջ, բալզամիկ քացախ, այսպես։ Չմոռանանք, որ մեզ մոտ հացերը հիմա թավայի մեջ են, չէ։ Այո, այո, մենք հասցնենք շրջել։ Լիարժեք պիտի չորացնենք։ Այո, լավ խրթխրթան դառնա, այո։ Եվ շատ մանր կտրում ենք լոլիկի չիրը։ Ամենասիրելիներից մեկը։ Մի տարբերակ հաստ կա բազիլիկի մասին, ասում են, որ բազիլիկը միակ կանաչու տեսակներից է, որ մարդիկ հաջողացրել են տիեզերքում աճեցնել։ Տիեզերքում աճեցնել։ Շատ հետաքրքիր է։ Տիեզերական միջավայրում ու ամենալավն այն է, որ միակ համ ու հոտ տվող բաղադրիչն է եղել, հասկանում ես տիեզերագնացների միապաղաղ եւ ձանձրալի կերակուրի այդ շղթայում։ Այնպես որ լավ բան է բազիլիկը, սիրելի հեռուստադիտողներ։ Եվ ես գիտես ինչին եմ հիմա անհամբեր սպասում, ապա որ տեսնեմ արդյոք Անուշը բազիլիկը կտրելու է դանակով, թե ոչ։ Այո, դանակով պետք է մանրացնենք, որովհետև այստեղ պետք է շատ մանր լինի, բայց հաճախ այն ուղղակի պոկում եմ։ Դե պոկելը ստիս ավելի լավ է, որովհետև ասում են իհարկե, որ երբ մենք դանակով ենք բազիլիկը ներողություն կտրատում, այն իր հարուստ մի տեսակ կորցնում է։ Նման կարծիք, նման մոտեցում բնութագրում կա ամենայն դեպս, բայց եթե ունենք խնդիր շատ ավելի մանրացնելու, դե ինչ օգնության պիտի գա դանակը։ Թե չէ ձեռքերով մենք վարպետ Ռուբիկ կուբիկ հավաքող չենք, որ կարողանանք արագ այսպես մատների հմտություններով մանրացնել։ Բայց դանակով իհարկե շատ արագ է մեր Անուշը, եւ տեսնենք հիմա դեռ կտրատում ես լոլիկի չիրը։
Ինձ մոտ է Անուշը Ռուբիկ կուբիկ փորձեր հավաքել, ստացել էր 1 վայրկյանում, չէ՞։ Մինչև եթերը փորձեցի, ոչ իմը խոհանոցն է։ Ամեն դեպքում այստեղ իմանր մատորիկան է։ Ավելի կիրառելի։ Այո, շատ ճիշտ է։ Իսկ երբ ես փորձել այս բաղադրատոմսը։ Իրականում շատ հաճախ են տանը պատրաստում, երբ հյուրեր ունենք։ Սա ամենաարագ պատրաստվող նախուտեսն է, որը չկա մեկը, որ չհավանի, եթե օրինակ չի սիրում բազիլիկի հոտը, որովհետև կան մարդիկ, որ այդքան էլ չեն սիրում, բայց հիմնականում բոլորին դուր է գալիս։ Որովհետև իտալական տրամադրություն է ստեղծում միանգամից, չէ՞։ Եվ շատ համեղ է, իսկապես համեղ է։ Այնպես որ շատ հաճախ են պատրաստում։ Հիմա են բազիլիկը ավելի շատ խոհանոցի հետ ասոցացնում, որովհետև հատկապես վերջին շրջանում եւ հատկապես Հայաստանում պոպուլյար է դարձել բազիլիկ կիրառելը, բայց Իտալիայում ժամանակին բազիլիկը ոչ միայն խոհանոցում են կիրառել եւ օգտագործել, այլև սիրո արտահայտման ձև է եղել։ Օհո, հետաքրքիր է։ Ասեմ ինչպես, եթե իտալացի աղջիկը պատուհանագոգին բազիլիկի ճյուղ է դրել, նշանակում է, որ այո է ասել իր սիրեցյալին, այսինքն դրական է պատասխանել։ Այսինքն օրինակ Ռոմեոն եկել է, գոռացել է Ջուլիետ, եւ եթե հաջորդ օրը Ջուլիետը բազիլիկի ճյուղ էր դրել, պատշգամբին այո պատուհանագոգին, ուրեմն սերը կա։ Չէր կոտրվի։ Հետաքրքիր էր։ Կարող ենք համարել նաև այն սիրո խորհրդանիշ փաստորեն։ Իտալական սիրո, որը շատ հաճախ խոհանոցով է արտահայտվում, հատկապես մեր օրերում։ Բայց հիմա խոհանոցը սիրող մարդիկ շատ հաճախ իրենց տներում ունեն այսպես բազիլիկ, հազրեվարդ, աճեցնում են եւ պատուհանագոգին միշտ կա։ Հետաքրքիր է։ Այսինքն սեր են խոստովանում միշտ։ Դրա մասին գուցե նրանք չգիտեին, բայց հետաքրքիր փաստ էր, այո։ Մենք օգտագործում ենք միայն թերթիկները, չէ՞։ Այո, միշտ։ Հիմա արագ մի քանի տերև պոկենք, մանրացնենք, որպեսզի գեղեցիկ տեղավորվի հացի վրա։ Պանիրը մեզ մոտ պարմեզան էր։ Այո։ Իսկ եթե չունենք այլընտրանք առաջարկում ես դու թե։ Այս դեպքում միայն պարմեզան։ Այս Սա միակ դեպքն է, որ այլընտրանք չունի, որովհետև այս համադրությունը տրամադրության է։ Այո, այս համադրությունը բոլորովին այլ է։ Ահա։ Իսկ հնդկական ընկույզը, ինչպես մենք սիրում ենք այն անվանել։ Այստեղ կարող եք այլ ընկուզեղեն օգտագործել, սոճուսերմ օգտագործել։ Այո։ Չենք մանրեցնելու։ Մանրեցնելու ենք, իհարկե։ Քանի որ եթե օրինակ նույնը աղցանի մեջ, եթե որևէ բան կտրում ենք խորան արդաձև, մնացած բաղադրիչներն էլ է այդպես։ Հիմա մեզ մոտ ամեն ինչ շատ մանր է, ինչպես լոլիկի ճիրը։ Տեսակ մանր է, մնացածը դրա համար շատ մանր ենք կտրտում։ Այստեղ մեր սցենարիստը, մեր լավ ընկերը շատ հետաքրքիր նաև մի տեղեկություն է առանձնացրել մեզ համար, որը պատմում է բազիլիկի կարևոր մի հատկության մասին, որը մենք շատ հաճախ կարող ենք օգտագործել նաև կենցաղում։ Քանի որ այս տարի շատերն են իհարկե ասում, որ միջատներն ինչ-որ ակտիվ են, զգացել ես դու ինքդ։ Այո, ես էլ եմ նկատել։ Հա, իսկապես շատ ակտիվ են։ Դրա համար, եթե մենք օրինակ բազիլիկը դնենք պատուհանի մոտ, ոչ միայն աղցանի համար թարմ համու հոտով կանաչիկ ունենանք, այլ նաև կազատվենք դրսից եկող անկոչ միջատներից, որովհետև չեն սիրում, այո, բույրը, նրանից արտազատվող։ Բա։ Փորձենք, բայց մի անգամ ես պիտի անպայման փորձեմ։ Այս մի փունջը կտանեմ, մինչև որ աճեցնենք, այո, շատ հետաքրքիր էր եւ անպայման պետք է կիրառել, կարծում եմ։ Գիտես, երբեմն մտածում եմ, արդյոք միջատները իրենք գիտակցում են արդյոք, որ լինում են պահեր, երբ նրանք մարդկանց համար օրինակ կարող են լինել այդ պահին թող շատ կոպիտ չհնչի իհարկե, բայց այսպես ամենազզվեցնողը, ամենանյարդային համակարգի վրա ազդողը, երբեմն նրանք գիտակցում են տեսնես թե Իսկ իրենք ուզում են սեր խոստովանել հայկի։ Գուցե այո, եթե մենք այդ տեսանկյունից նայենք, օրինակ, երբեք բազիլիկ չենք տնի պատուհանագոգին։ Չունեն հնարավորություն բազիլիկը պատուհանագոգին դնելու, բայց գալիս են սեր խոստովանելու։ Սեր խոստովանելու։ Պետք է շատ ուրախ նայել ամեն ինչի դու դրական տեսանկյունից։ Մենք ուր հասանք, Անուշ։ Բազիլիկը մանրացնում ենք։ Եվ բույրը հասավ այստեղ, Անուշ։ Բա։ Ես դեռ հացի խրթխրթան դառնալու ընթացքի բուժն եմ առնում։
այստեղ ոչ մի համեմունք ես չավելացրեցի հացի վրա, որովհետև իրականում այս նախուտեստում բույրը շատ առատ է եւ պետք չէ ուրիշ ոչինչ խառնել։ Գիտեք, ես այս բաղադրատոմսի մեջ նաև, եթե իհարկե չլիներ հացը, կներառեի վերջին շրջանում մեծ պահանջարկ ունեցող լավաշը, երբ մանր կտրատում ենք, այո, կարող ենք նաև այդպես։ Հետո լավ չորացնում ենք եւ խրխրցան, այո, կարող ենք չէ համադրել, բայց ինձ թվում է քանի որ օրեր առաջ էի այդպես պատրաստել, դրա համար այսօր հացը վերցրեցինք որպես տարբերակ։ Բայց իհարկե կարող ենք այդպես հենց շուրջը տարածել եւ գեղեցիկ մատուցել։ Մենք կիտրոնի հյութը ավելացնենք։ Մոռացել էի կիտրոնի հյութի մասին եւ հենց հիմա ուզում եմ պատկերացնել համադրությունը համերի, լոլիկի ճիր, սքանչելի է լինելու։ Հիմա արագ նաեւ մանրացնենք բազիլիկ, պարմեզան, հետաքրքիր է մի խոսքով։ Եվ ավարտենք։ Վերջում խառնելու ենք եւ դնենք հացի վրա։ Այո, կարող ենք ուղակի հենց այդպես սեղանին դնել չորահացիկներով շուրջը։ Արի այդպես անենք, եթե կարելի է, թե չէ։ Կարող ենք իհարկե։ Ընկույզը մանրացնենք։ Երևի հնդկական ընկույզով ավելի նրբահամ է, չէ՞, բայց եթե չկա մեր հայկական ընկույզը կարող ենք օգտագործել։ Իրականում ինչ ընկույզ ցանկանում եք, կարող եք օգտագործել, բայց իր դասական տարբերակը դա սոճու սերմի ընկույզն է։ Որը նաև պեստոյի մեջ է կիրառվում։ Այո։ Գիտես, սա իսկական ամառային է մի տեսակ, օրինակ նախուտեստերի շարքին, երբ դասում ենք այս բաղադրատոմսը, նաև կարող ենք դասել զովացուցիչների շարքին, մի տեսակ շատ ամառային է։ Շատ ճիշտ ես։ Չոր պարմեզանը։ Տարվա բոլոր եղանակներին կարելի է օգտագործել, որովհետև բազիլիկն արդեն տարին 12 ամիս, ինչպես ասում են, կա։ Այսքանը բավական է, պարմեզանն էլ տեղավորեցինք։ Որքան հարստացան բաղադրիչները, չէ, նկատել ես, և համեմունքների հետ կապված, և կանաչեղենի հետ կապված, որքան հարուստ են այս օրերին։ Եվ դա զարգանում է շատ արագ տեմպով, որովհետև գոնե թե վերջին 4-5 տարին է նկատում ենք այդ բազմազանությունը, այո, որովհետև ես օրինակ որ հետ եմ գնում իմ, չգիտեմ, պատանեկան կամ մանկության տարիներին, ամեն ինչ շատ ավելի հստակ էր իր քանակությամբ եւ իր տեսակներով, քան օրինակ հիմա է, որովհետև նորությունների շարքը ամեն օրով թարմանում է։ Այո։ Անուշը մատուցման փուլին հասավ։ Վերջ, մեզ մնում է խառնել, անմահական բույր ունի, ոչ մի համեմունք ուրիշ չենք ավելացնում։ Այստեղ քանի որ պարմեզանը արդեն աղի է, լոլիկի ճիրը աղի է, բավական է։ Լավ խառնենք։ Անուշ, իսկ այս օրերին հատկապես երբ գերզբաղված ես հաճելի աշխատանքով, նկարահանումներ, մարզեր, բացահայտումներ մարդկանց եւ առհասարակ մեր ավանդական ուտեստները, լինում են պահեր, երբ օրինակ շատ կարևոր մի նորույթ, դա չգիտեմ, կլինի կանաչեղենի մեջ, թե հատիկեղենի մեջ կամ առհասարակ ինչ-որ համային համադրությունների մեջ բաց թողնես։ Բաց թողնել։ Այո, բայց որը շատ կարևոր է իսկապես ու շատ թրենդային օրինակ, թե չի լինում նման դեպք, ամեն ինչ հասցնում ես։ Փորձում եմ, չգիտեմ, գուցե բաց եմ թողել, բայց տեղյակ չեմ։ Փորձում եմ թրենդային բաղադրատոմսերը միշտ այստեղ ներկայացնել, իսկ բաղադրիչներ որպես բաղադրիչներ արդեն այնքան շատ են հետաքրքիր բաղադրատոմսերը եւ նոր բաղադրիչները շատ արագ տարածում են գտնում, որ միանգամից մտնում է մեր խոհանոց։ Իդեպ այդպես, եթե ժամանակին օրինակ որևէ անծանոթ բաղադրիչ լինում էր, մարդիկ մի քիչ զգուշորեն էին մոտենում եւ բոլորը չէին այդպես համարձակ միանգամից պատրաստում։ Հիմա արդեն այլ կերպ է, երբ նոր բաղադրիչ ենք տեսնում, անմիջապես փորձում ենք կիրառել։
Բարբետորեն ու շատ գեղեցիկ, մենք հիմա ձևավորում ենք մատուցման ափսեն։ Գիտես ինչն է հետաքրքիր, երբ բեմում ներկայացման ժամանակ ինչ-որ տեխնիկապես կամ դերակատարման մեջ թերություն ես ունենում, շատ արագ փորձում ես շտկել, չէ, եւ դա միայն դու ես իմանում, հանդիսատեսը չգիտի դրա մասին, չի կարող իմանալ։ Այս դեպքում ես հենց մտածեցի, որ եթե նույնիսկ ինչ-որ տրենդային ու շատ կարևոր նորության մասին անուշված թողում է ունենում, դրա մասին իհարկե ոչ ոք չի կարող իմանալ, որովհետեւ նա շատ արագ այն կարող է ռեալիզացնել ու ներկայացնել մեզ։ Այո։ Կարծես ամեն ինչ ճիշտ ժամանակին։ Դա էլ խոսում է նրա վարպետության մասին։ Մտածել ես ով է գնալու փորձելու այս բաղադրատոմսը։ Երկուսս էլ կգնանք եւ կփորձենք։ Իսկ ինչու ոչ։ Երկուսով գնացինք փորձելու։ Իսկ ինչ Ասեն կփորձենք։ կարող եք գալ։ Արդեն կարող են գալ։ Արդեն կարող են գալ։ Այո։ Շնորհակալություն ենք Պատրաստ հայտնում է։ մեր Անուշին։ Անուշ լինի։ Եվ միանգամից մենք ուզում ենք նաև պատմել ձեզ շատ տաղանդավոր մի խմբի մասին, երգչախմբի մասին, որ կոչվում են Հայաստանի փոքրիկ երգիչներ։ Գիտեք տեսանյութը։ Հայաստանի փոքրիկ երգիչները պարզապես երգչախումբ չէ, մենք կարող ենք ասել, որ նրանք մեր երաժշտական դեսպաններն են ամբողջ աշխարհում եւ այո, հենց նրանց մասին է մեր հաջորդ տեսանյութը։